Զաքարիա ձագեցու քարոզը ասված ավագ երեքշաբթի օրը։ Այսօր ավագ երեքշաբթի օրը տկարներս մեզ թելադիր ունենալով Աստծո սրբարար հոգին շարադրենք խորհուրդը մեծ երեքշաբթիի, որը Արարչության երրորդ օրվա պատկերն է և երրորդ դարի օրինակը, որովհետև Աստված առաջին օրը գոյացրեց այս աշխարհի նյութերը, երկրորդ օրը ջուրը ճեղքելով պատռեց և տարածություն դնելով ջրերը բաժանեց միմյանցից, իսկ ավագ երեքշաբթիի այս օրը Աստված ասաց, որ երկնքի տակ գտնվող ջրերը հավաքվելով միանան և երևաց ցամաքը, այդպես էլ եղավ։ Ջրերը հավաքվելով միացան երկնքի ներքո իրենց խմբերին և երևաց ցամաքը, և Աստված ցամաքը անվանեց երկիր, իսկ ջրերի խմբերը ծովեր։ Արարչագործ հրամանով ցամաքը նույնպես երևաց վայելուչ և զարմանազան հարթահատակ դաշտերով և իր վրա հաստատված բարձրաբերձ լեռներով ու բլուրներով, և երկրի խորքերից աղբյուրներ բխեցին, որոնք լեռների պատռված փապարներից, քարաձերբերից հոսելով իջան և հրճվելով ընթացան դեպի համատարած ծովը։ Արարչական խոսքը հրամայեց, որ երկիրը բխեցնի բույսեր, զանազան խոտեր, բուրավետ ծաղիկներ և պտղաբեր ծառեր ըստ տեսակի և ըստ նմանության, որոնցից յուրաքանչյուրն իր սերմը իր մեջ պարունակի, որ բույսերն ու ծառերը աճեն և բազմանան։ Եվ անեղի հրամանով այդպես եղավ։ Երկիրն աճեցրեց պտուղների ու ծաղիկների բոլոր տեսակները, և երբ ավարտվեց ցերեկը և սպառվեց գիշերը, գոյացավ երրորդ օրը։ Ինչպես վերևում ասվեց, այսօրը նաև երրորդ դարի պատկերն է, որը սկսվում է, երբ Նոյը 399 տարեկան էր և ավարտվում Սերուգի 95-րդ տարում։ Այս ժամանակում պատրաստվեց տապանը, և ջրհեղեղի ջուրը ջնջեց ամբողջ երկրածին կենդանությունը, շինվեց վաղափուլ աշտարակը, և լեզուները բաժանվելով սփռվեցին, տարածվեցին աշխարհի բոլոր կողմերում։ Հոր Արարիչ խոսքը և Սուրբ Հոգու գործակիցն ու համագոյակիցը, որը ոչնչից բաղկացրեց ու խոսքով լինելության կոչեց, երեք չորացած թզենու օրինակով հանդիմանեց ու կշտամբեց հրեաներին և իրեն ճանաչեցրեց իբրև Աստծո որդի և խոր աթոռակից։ Իսկ այսօր իբրև մարդ նստեց ձիթենյաց լեռան վրա, այսօր արարածների Արարիչը հողեղեն ծառայի կերպարանքը զգեցած մտավ տաճար և այնտեղ քննեց ողորմածներին ու ընչասերներին և կանխապես նկատեց աղքատ այրուն, որը երկու խերևեշ գցեց գանձանակի մեջ։ Այս արարքը բարձրացնելով նա հրաշափառ անվանեց, քան բոլոր հարուստների առատորեն գցածները, քանի որ տառապած կինը իր ամբողջ ունեցածը, իր ամբողջ աշխատածը, իր քրտինքի և չարչարանքի գինը նվիրեց Աստծուն, իսկ հարուստներն ու մեծատունները գանձանակի մեջ գցեցին իրենց ունեցածից ավելորդը, այն էլ ուրիշների տաժաների աշխատանքից հավաքած, որոնք նույն կավից ու զանգվածից են, ինչ որ իրենք փափկության մեջ ապրողները։ Շատ հարուստներ ու մեծատուներ էլ իրենց սնապարտությունից են առատ ողորմություն անում, մինչդեռ աղքատները զերծ են այս աղտից։ Ծածկագետ և մարդկանց սրտի խորքերը քննող Աստված շատ պարզ տեսնում է մարդկանց ունեցածը, ամբարած ու պահած հարստությունները, ինչպես գրված է. «Նրա աչքերը տնանքներին են նայում, և նրա արտևանունքները քննում են մարդկանց որդիներին»։ Իսկ գանձանակը, գանձի համար պատրաստված ամանը, Տեր Մովսեսին էր հրամայել պատրաստել խորանի մոտ, և Իսրայելի որդիները անցնելով այնտեղով Տիրոջ հասանելիքն այնտեղ էին գցում։ Աշակերտները շատ մորմոքեցին, երբ Տիրոջից լսեցին տաճարի քանդվելու մասին և սպասում էին հարմար ժամանակի ավելի հավաստի տեղեկանալու համար կատարվելիք ահավոր իրադարձությանը։ Երբ տեսան Տիրոջը ժողովրդից հեռու կանգնած, հարցրին. «Տե՛ր, ե՞րբ կլինի այդ, կամ քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի»։ Աշակերտների այս խնդրանքը երկու խորհուրդ ուներ. մեկը տաճարի քանդվելու, հրեաների կործանման և Երուսաղեմ քաղաքի ավերման, իսկ մյուսը և աշխարհի վերջի,
և Տիրոջ երկրորդ գալստյան։ Այն ժամանակ, ասում է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի 10 կույսերի։ 10 կույսերը խորհրդանշում են ամբողջ աշխարհը, որովհետև 10 թիվը ինչպես 6000-ամյայի, այնպես էլ թվերի լրումն է և իր մեջ պարունակում է բոլոր թվերը։ Այստեղ 10 կույսերով օրինակ է բերում մարդկային ազգը, որոնք իրենց լապտերներն առած ընդառաջ ելան Փեսային դիմավորելու։ Մարդկային ազգը իր կատարած յուրաքանչյուր գործով պիտի կանգնի Քրիստոսի ահավոր ատյանի առջև։ Նրանցից 5-ը, նրանք, ովքեր երկրավորն էին խորհում և կորցրին իմանալին, հիմար էին, իսկ 5-ը, որոնք բարի գործեր արեցին, որպեսզի երկնավորների մոտ մտնեն, իմաստուն։ Հիմարները վերցրեցին իրենց ամանները և ձետ չլցրեցին դրանց մեջ, միայն այս խեցեղեն մարմինները բերեցին առանց իրենց մեջ կրելու բարի գործեր։ Իսկ խոհեմագույնները իրենց ամանների մեջ ձեթ էին լցրել, այսինքն հողեղեն մարմինները դարձրել էին արդարության կրողներ։ Եվ Փեսայի ուշանալու պատճառով բոլորը նիրհել ու քնով էին ըմբռնվել, այսինքն բոլոր մարմինները դեպի գերեզման էին գնացել և տապանի մեջ դրվել։ Կեսգիշերին հնչեց ձայնը. «Ահա գալիս է Փեսան, ընդառաջ ելեք նրան»։ Մինչ բոլոր մարմինները գերեզմանում կլինեն, փողի հնչելով հարություն կլինի, և փողի ձայնից բոլորը կարթնանան։ Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և կարգի բերեցին իրենց ամանները։ Հիմարներն ասացին իմաստուններին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե մեզ և թե ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցեք»։ Երբ նրանք գնացին, որ գնեն, Փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրանց հետ հարսանիքի սրահ մտան, ու դուռը փակվեց։ Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա»։ Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ դատաստանի օրը և ոչ ժամը, երբ ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության կարժանանան, իսկ ովքեր չար գործեր են արել, կդատապարտվեն հավիտենական տանջանքների։ Այդ է մեր ընդունելի օրը, այդ է մեր փրկության օրը»։ Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնաց։ Հեռու երկիրը երկինքն է, կանչեց իր ծառաներին և մեկին 5 քանքար, այսինքն երկնային և հույժ շահավետ քարոզությունը տվեց, մեկին տվեց 2 քանքար, այսինքն հոգևոր խրատներ կամ երկրավոր ամենաօգտակար գործերը, իսկ մեկին 1 քանքար, այսինքն թե հոգևոր և թե մարմնավոր գործեր կամ աստվածային շնորհներ։ Նույնչափ և պիտի պահանջի յուրաքանչյուրից, ով 5 շնորհներ էր ստացել, 5-ի ևս ուսուցանեց, աճեցրեց, շատերի մեջ տարածելով բազում շահ ստացավ։ Նույնպես նաև ում 2-ն էր ավանդել, ուրիշ 2-ի ավանդեց, իսկ ով 1 էր ստացել, նախանձելով ու չարակնելով, ոչ ոքի չուսուցանեց, և թաղելով աստվածային պարգևը իր հողացած սրտում լռեց, ոչ ոքի չսովորեցրեց և ոչ էլ խոսելով որևէ մեկին օգուտ տվեց։ Ոչ սակավ ժամանակ անց մեր Տերը եկավ երկնքից և հաշիվ պահանջեց արարածներից։ Ով գործել և ուսուցանել է, նա մեծ կկոչվի երկնքի արքայության մեջ, իսկ ով չի սերմանել աստվածային պարգևները, կարտաքսվի արտաքին խավարը, ուր աչքերի անվերջանալի լաց է և ատամների կրճտոց։ Երբ մարդու որդին գա իր փառքով և բոլոր հրեշտակները նրա հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրա բոլոր հողեղեններից դատաստանի կանչելու, և նրա առաջ պիտի հավաքվեն երկինքն ու երկիրը։ Նա, որպես հովիվ, պիտի զատի ոչխարներին այծերից, քանի որ արդարների և մեղավորների միջև այլ ավելի զանազանություն, քան ոչխարների ու այծերի միջև, ինչպես լույսի ու խավարի, այնպես անջրպետ դրեց նրանց մեջ։ Եվ ոչխարներին կդասի իր աջ, իսկ այծերին իր ձախ կողմերում, քանի որ մեղավորներին ու արդարներին առանձնացնելով կբաժանի միմյանցից։ Այնժամ թագավորը կասի նրանց, որոնք իր աջ կողմում են. «Եկեք,
Ժառանգեցեք իմ հոր օրհնյալներ սկզբից իսկ ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև խաղցեցի և կերակրեցիք ինձ, ծարավ էի և ջուր տվեցիք ինձ, հագուստ չունեի և հագցրեցիք ինձ, հիվանդ էի և այցելեցիք ինձ, բանտարկյալ էի և եկաք ինձ մոտ։ Որովհետև ողորմածությունն ու մարդասիրությունը նրանց փառքի պատճառը եղան և այնպիսի մեծության առիթը։ Երանելիները կպատասխանեն և կասեն բոլորի Տիրոջը. «Տեր, երբ տեսանք քեզ կարոտյալ, դու քո ողորմածությամբ մեզ փրկեցիր»։ Տերը կասի. «Ինչ որ արեցիք ձեզնից խնդրողներին, ինձ արեցիք»։ Այն ժամ կդառնա դեպի ձախակողմյանները և կասի նրանց. «Հեռու ինձնից, իմ հորից անիծյալներ, ժառանգեցեք գեհենը, որովհետև քաղցած էի և ծարավ, անզգեստ ու անտուն, հիվանդ էի ու բանտում և արհամարհեցիք ինձ»։ Թշվառականները կպատասխանեն ու կասեն. «Տեր, երբ տեսանք քեզ այնպիսի վշտերի ու տառապանքների մեջ և չայցելեցինք քեզ»։ Տերը կպատասխանի. «Որովհետև այդպիսիների հետ մարդատյացությամբ վարվեցիք, նշանակում է ինձ հետ այդպես վարվեցիք»։ Եվ նրանք կգնան անվերջանալի չարչարանքների մեջ, իսկ արդարները հավիտենական կյանք, որին թող մենք էլ հասնենք մեր Տիրոջ և Փրկչի շնորհներով և մարդասիրությամբ, որին վայել է փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս։ Ամեն։